Վարկով կարելի է առնել միայն այնպիսի բան, որը ձեզ անմիջապես սկսում է փող բերել եւ զգալիորեն ավելի շատ փող, քան վարկի տոկոսներն են պլյուս մայր գումարը։ Դա հնարավոր է, եթե դուք ունեք գիտելիք, հմտություն, փորձ։ Ենթադրենք դուք շատ լավ տրակտորիստ եք եւ պարզում եք, որ տրակտորի մի ժամ աշխատանքը արժի 20,000 դրամ։ Մի տրակտորն էլ արժի $100,000 եւ դուք չունեք այսօր $100,000։ Արդյոք իմաստալից է գնալ վերցնել $100,000 վարկ, գնել տրակտոր եւ գնալ սկսել աշխատել։ Ոչ, որովհետեւ լավ տրակտորիստ լինելը դեռ բավարար չէ։ Դուք պիտի ունենաք հաճախորդներ։ Դուք հայտարարությունը կդնեք, մեկ էլ կտեսնեք զանգող չկա։ Իսկ բանկը չի սպասում, ինքը իր տոկոսների տերն է։ Հետևաբար առաջին քայլով դուք պիտի նախ փորձեք գտնել հաճախորդներ, մինչև վարկի տակ մտնելը։ Դրեցիք հայտարարություն։ Պարզվեց մեծ քանակի մարդիկ ձեր աշխատանքի կարիքը ունեն։ Կարող եք գնալ վարկ վերցնել։ Ոչ, որովհետև դուք դեռ չեք արել ֆինանսական հաշվարկ։ Դուք պիտի հաշվեք տրակտորի մաշվածությունը, դուք պիտի հաշվեք ժամերի լրացվածությունը, թե օրական միջինում դուք քանի ժամ կաշխատեք։ Դուք պիտի հաշվեք այն ռիսկը, որ եթե մի օր հիվանդանաք, ով է աշխատացնելու տրակտորը։ Դուք բոլոր հարցերի պատասխանը պիտի հստակ իմանաք։ Դուք պիտի իմանաք, եթե տրակտորը փչացավ, որտեղ եք սարքելու։ Որ մասը ինչքան կյանք ունի։ Այսինքն, եթե առաջին քայլը հաճախորդներ գտնելն է, երկրորդ քայլը մանրակրկիտ ֆինանսական հաշվարկներ անելն է։ Մանրակրկիտ հաշվարկից հետո, եթե թվերը ցույց են տալիս, որ դուք առնվազն 2-3 անգամ ավելի շատ եք վաստակում, քան բանկի տոկոսներն են եւ մայր գումարի վճարը, դուք կարող եք մտածել վարկ վերցնելու մասին։ Երբ որ դուք խոսում եք ձեր շահույթի մասին, դուք իրավունք չունեք չհաշվելու ձեր աշխատավարձը։ Դուք պիտի ձեզ գրեք, ասենք 2-300,000 դրամ աշխատավարձ եւ հանեք ձեր եկամուտից հանեք ձեր աշխատավարձը եւ գործարքը դեռ լինի ձեռնտու։ Պլյուս դուք իրավունք չունեք հաշվելու, որ տարեկան 100% զբաղվածություն կունենաք։ Մաքսիմում դուք պետք է հաշվեք 60% զբաղվածություն։ Եթե բոլոր ռիսկերը նկատի առնելով վարկ վերցնելը դեռ լինի ձեռնտու, նոր դրանից հետո դուք կարող եք գնալ եւ վարկ վերցնել։ Եթե դուք չհաշվեք ձեր 300,000 դրամ աշխատավարձը, ապա դուք մտնելու եք ռիսկի տակ եւ այդ ռիսկի համար ձեզ ոչ ոք չի վճարելու։ Ինչու դուք պետքա գնաք վարկ վերցնեք $100,000 եւ վերջում մնա ձեզ միայն ձեր 300,000 դրամ աշխատավարձը, եթե դուք կարող եք գնալ եւ մեկ ուրիշի մոտ վաստակել 300,000 դրամ ուրիշի տրակտորը քշելով։ Հասկանում եք։ Հետևաբար դուք մի հատ 300,000 դրամ աշխատավարձ պետք է ստանաք նվազագույնը։ Մի հատ էլ ձեր ռիսկի տակ մտնելու համար եւս մի քանի 100,000 դրամ նվազագույնը, որպեսզի վարկ վերցնելը ձեռնտու լինի։ Այս բոլոր հաշվարկները ամիսների տքնաջան աշխատանք են։ Եվ այդ տքնաջան աշխատանքը անելու համար ձեզ փող պետք չի։ Ձեզ պետք է մի հատ թուղթ, մի հատ գրիչ, մի հատ էլ կալկուլյատոր։ Ենթադրեք բոլոր հաշվարկները արեցիք, պարզեցիք, որ տրակտորի մեծ պահանջարկ կա, գնացիք վարկը վերցեցիք եւ սկսեցիք աշխատել։ Եվ պարզվեց, որ ոչ թե 60% եք աշխատում, այլ 70, 80 եւ ավելի շատ փող ունեք, քան դուք հաշվել եք, քանի որ դուք ռիսկերը հաշվի առնելով եք հաշվել, բայց դրանք չեն արդարացել, ձեր բախտը բերել է։ Ինչ եք անում այդ դեպքում։ Բնականաբար ամբողջ ստացված հավելյալ փողը ոչ թե ծախսում եք ձեր հաճույքների համար, այլ հնարավորինս արագ փակում եք մայր գումարը։ Ինչու? Որ տոկոսներ քիչ տակ։ Եթե դուք հաշվել եք, որ կարող եք աշխատել օրը 6 ժամ, աշխատեք 7 ժամ, 8 ժամ։ Եթե հաշվել եք շաբաթական 5 օր, աշխատեք 6 օր։ Ամեն ինչ արեք, որ եթե ձեր վարկը $100,000 պիտի տայիք 3 տարում, տաք 2 տարում։ Իսկ ինչ անել վարկը փակելուց հետո։ Ոչ թե մտածել, որ վարկը փակել եք եւ արդեն կարելի է քեֆ անել, այլ վերցնում եք աշակերտ, սովորեցնում եք իրան տրակտոր վարել եւ միանգամից գնում եք երկրորդ տրակտորն եք վերցնում։ Այդ վարկը փակում եք ել ավելի արագ։ Հետո երկրորդ աշխատողին եք ընդունում աշխատանքի։ Հետո մի քանի տարի հետո դուք ունենում եք ոչ թե մի հատ տրակտոր, դուք էլ տրակտոր եք քշում, այլ ունենում եք տրակտորների պարկ, դուք էլ լինում եք դրա ղեկավարը։ Եվ փողը աշխատում եք ոչ թե տրակտոր քշելով, այլ հաճախորդների հետ բանակցելով։ Ահա այն քիչ դեպքերից մեկը, երբ որ վարկ վերցնելը կարա լինի օգտակար։ Մնացած բոլոր դեպքերում, երբ որ ուղակի ձեր խելքը բրդում է, որ մի բան ուզում եք, գնում եք վարկ եք վերցնում եւ այդ փողը ծախսում եք, դուք ձեր ֆինանսական գերեզմանն եք փորում։ Իսկ բանկը ձեզ որակյալ լապատկա է տալի, որ արագ փորեք այդ ֆինանսական գերեզմանը։